Դե ողջունում եմ բոլորիդ, ընտրությունները տեսանք անցավ, no comment, բայց շատ բան երևանցիները հասկացան, ով ինչի էր ընդունակ 2 տարվա մեջ, բայց դրա մասին ինքներդ կարդում եք, գիտեք ում մասին ինչ են ասում։ Հիմա ես ուզում եմ կոնկրետ խոսել ճանապարհների մասին, նույն Կիևյան կամուրջի վերանորոգման հետ կապված։ Երեք գործակարգավարականի ժամանակ հասկացանք, որ 3 օրից Ավետ Ավետիսյանը բացվելու է, նու հավատանք։ Ունենք նաև էլի փակված փողոցներ, որոնք որ անհամահունչ, ոնց որ դիսկոմունիկացիայի արդյունքում, չգիտես ինչի, չգիտեմ որ վարչությունն է զբաղվում կոնկրետ այդ հարցերով, բայց կարելի է մի քիչ ավելի խելամիտ անել, ավելի մի հատ վերևից քաղաքը նայել, հասկանալ, որ փողոցն է օգտագործվելու, երբ որ Կիևյան կամուրջը փակվում։ Օրինակ, այդ մեր Ձորի կիրճի այդ փողոցը դարձրել են հերթով գնացող, ես նման բան չէի տեսել, միակողմանի չի, միակողմանի հերթականությամբ, ինչ որ լուսացույց են դրել, ու ի զարմանս ես անցնում եմ եւ նկարահանում եմ, տեսնում եմ այնտեղ 2 հատ ավտո է կանգնած սովետական արտադրության, երևի թե ինչ որ պարկովկայի տեսակ է նոր, որտեղ մի քանի շաբաթ մինիմում այդ փողոցը տենց երկաթներով փակված է եւ չի օգտագործվում, բայց Աչափնյակը Արաբգիրի հետ կապող ամենահեշտ կարճ ճանապարհը դա Կիրճով ճանապարհն է։ Կոչ եմ անում անհապաղ այդ գործընթացը դադարեցնել, եթե ինչ-որ բան էլ պետք է կառուցվեր, շատ դանդաղ է կառուցվում կամ վերանորոգվում, այդ պատնեշները հանեք, մինչև Կիևյան կամուրջը կավարտվի։ Երկրորդ ուզում եմ հիշեցնել, որ նախկին նիստում մենք ավականներով ընդունեցինք օրենք, ոնց պետք է վերանորոգեն փողոցները, այսինքն եռանկյունաչափական ինչ-որ գծեր, ժամկետներ, որոնք որ չի պահվում, եւ այդ հարցը ոնց որ պետք է վերահսկեր շինբարեկարգման վարչությունը։ Մեզ հավատացնում էին, որ եթե փորում ես կողքից ինչ-որ ծլեպատալի կամ ժողովրդի ասած ականջա, պետք է ամբողջությամբ փորվի, դզվի մի գծով։ Դա չի պահվում, չգիտեմ, ծանոթ բարեկամի խնդիր է, թերություն է, ինչա չեմ կարող ասեմ, բայց իմ կարծիքով դա շատ լուրջ խնդիր է, նույն Պրոշյան փողոցի հետ կապված հիշեցնեմ, որ նորից կտրում են, փոշի են անում, չեն սարքում, բայց մենք ունեինք ժամկետներ վերանորոգման համար։ Կխնդրեի ու քաղաքապետը արդեն գնացել է, պարոն Փամոկչյան, ձեր կուրացիայի տակ է, չէ՞, շինարարական բոլոր հարցերը։ Ես իմ բացասական կարծիքն եմ հայտնում, այս տարի շատ վատ է աշխատանքները գնում ճանապարհաշինության հետ եւ հիշեցնեմ պարոն Թևոսյանին, մենք դիսկուրս ենք ունեցել Միասնիկյան փողոցի եւ Աճարյան այդ հատման մասում, որ ասում էիք, որ այդտեղ Աճարյանը մենք 2 տարի առաջ ենք արել, Միասնիկյանը անցած տարի։ Կխնդրեմ 60-70 արագությամբ Միասնիկյանով բարձրանաք մեջտեղի գծով, ֆլեշ բենզակայանի մոտով հանկարծ չարքելակ եք, ընդ շատ հետաքրքիր բարեկարգում եք արել, մոտավորապես 1 մետր թռցնում է ձեր նոր արած ասֆալտը։ Շնորհակալություն։